Սիրելի հայրենակիցներ, կարծում եմ շատ լավ հասկանում եք, որ թաղապետարանում նոր նորքի մասիվի թաղապետարանում կատարված իրադարձություններին չէի կարող չանդրադառնալ, չէի կարող լուռ հետևել ու չէի կարող չարձագանքել։ Որպես Մայր Հայաստան դաշինքի ապօրինաբար մանդատից Ավինյան Տիգրանի քմահաճույքով զրկված, հետապնդված ավականու անդամ և թե որպես մարդ, որ այո, պայքարել է նիկոլիզմի դեմ, պայքարելու է և նրա արբանյակներին ասելու է իր խոսքը։ Ինչ վերաբերվում է նոր նորքում կատարվելիք իրադարձություններին, ես առ այսօր չեմ կարողանում, լինելով նոր նորքից, լինելով մասիվցի, չեմ կարողանում իմ բնակարանում ապրել և ստիպված եմ լինում ամբողջ Հայաստանով մեկ թափառել, որովհետև նոր նորքում գործում է ոստիկանական Նիկոլայ Ենիչարական պարգևավճարներով պարող խունտա, բանդա, նոր նորքում օրենք չի գործում։ Թաղապետարանի իրավիճակը ձեզ վառ ապացույց։ Ինչ մնում է Տեր Մարգարյանի անդաստիրակ, վայրենաբարո և փողոցային պահվածքին, ապա դա զարմանալի չէ, բոլոր նրանք, ովքեր երբևիցե առնչվել են այդ թաղապետի հետ և գիտեն ով է նա իր անցյալով։ Հանձինս մասիվցիները շատ լավ գիտեն, որ արմատական ոչ մասիվցի այդ թափթփուկը անգրագետ, տհաս, տգետ և խուժանական վարքի տեր մեկն է քրեական անցյալով։ Նաև գիտեն, որ ոստիկանության բաժանմունքը թաղապետի գրպանում է։ Նրանք համագործակցում են և դա նորմալ է իրենց համար, որտեղ նրանք բոլորը Նիկոլի Ենիչերիներն են։ Դե Անի Խաչատրյանը կարծում եմ հիշում եք, որ իմ կլիենտն է, այսպես ասած ճակետավոր, լսի, այ ես, դու կովել չես, ես ես, մենք դեռ հանդիպելու ենք, ու եթե դու մոռացել ես իմ տված դասը քեզ, խոստանում եմ կրկնել, բերանդ փագի զիբիլանոց ռեխդ, Խաչատրյան Անի, թե չէ կասեմ ինչն է քեզու Տեր Մարգարյանին իրար կապում ու դրա փաստերը կան, բերանդ փակի թե չէ կասեմ Չոբանքյարը ու մոտեսվազում ինչի համար, բերանդ փակ պահի, ու քո այդ ցեմենտ լափող թափթփուկին, որ ղեկավար ես կոչում, սեփական եղբոր գերեզմանը ծախած, Ալամիկին Սարգսյան, ասա թող ոտի տակ չընկնի, հերիք եղավ բոլա, հերիք եղավ խաղաք օպոզիցիա ու գնաք Նիկոլ սատարեք, հերիք եղավ ձեզ դնեք եսիմինչ ամենակարողների տեղ, ժամանակն է պատժվելու, իսկ իմ թիմին կխնդրեմ տղերք, նրանք այսօր մեր հերթական ամենալավ, ամենաառաջատար տղաներից մեկին են փորձում հանել խաղադաշտից, ինչպես որ ինձ հանեցին, որովհետև չպարեցի իրենց դուք գիտակ։ Պաշտպանեք Մեսրոպին բոլոր հնարավոր ձևերով։ Եթե անկեղծ լինեմ, իմանալով Մեսրոպին դեռևս երկրապահ կամավորական, այո, մանվելի երկրապահ կամավորական ժամանակներից, քաջ գիտակցում էի, որ վաղ թե ուշ այդ տղայի գլխին սարքելու են, որովհետև ի տարբերություն այս թափթփուկ ոհմակով հարձակվողներին, Մեսրոպ Մանուկյանը միայնակ էր մարտնչում քաղաքապետարանում, երբ 10 հոգով հարձակվել էիք թաղապետեր, որ մեկդ եք նստած, 10 հոգով հարձակվել էիք այդ նույն Մարգարյանը, հարձակվել էիք Մեսրոպի վրա, որ մեկդ եք հիմա պատժված, ոչ մեկդ հեռացված չեք, համոզված եմ, այս հարուցված քրեական գործը, թե ինչ-որ մեղադրանք է ներկայացվել այս եզին մասիվի, ոչնչով չի ավարտվելու,
Եթե անգամ նրան աշխատանքից հանեն, ես նիրենցն եմ մի գոմից հանելու են, տանեն են մի գոմում կապեն։ Հիշեք խոսքս, քանի դեռ Նիկոլը և նրան սատարող տերերն ու ծառաները, լափամանի տաշտակից լափողները, նրան կուլիսների ետևից թե առերես սատարում են, ոչինչ չի փոխվելու։ Ժամանակն է պատժելու այդ թուրքաենիչերական համբալապետությանը, համբալիչ, լսում ես, ժամանակն է, խոչկոր, էդ որ մորը տրաս ես հանել, ժամանակն է արդեն ու ամեն մեկը հատուցելու եք, մարդ ինչքան սրբապիղծ պետք է լինի, որ ծնողին չկարողանա կառավարել, Արվելին ասեմ, հանի գցի փողոց, միայն նրա համար, որ դիվիդենդ շահի և 2 կոպեկ ավել, 2 քթալ ավել լապ ստանա Նիկոլից, կամ 2 մայկատրոսիկ ավել, վերջը մայկատրոսիկ ունեցար, եթե չես ունեցել, Մելքոնյան Գագոյին ասա, ուրա մայկատրոսիկը, այդ ժամանակ ինքն էր պահեստապետը։ Իսկ նոր-նորքի ոստիկանության աշխատող տղաներին կոչ կանեմ, որդ որ հայ եք մեջներից, ես գիտեմ, որ կաք առնչվել եմ, որդ հայ եք, հեռու մնացեք, մի թաթախվեք, ժամանակը շատ սուղ է, օրերի հաշվարկով Նիկոլը թռնելու է, տղերք դուք ինչ պատասխան եք տալու։ Այդ զիբիլանոցում, նոր-նորքի ոստիկանություն կոչված զիբիլանոցում, կան մի քանի նորմալ հայ տղերք, ես այդ տղերքին եմ կոչանում, տղերք, զերծ մնացեք կեղտոտվելուց, որովհետև հաշված օրեր են մնացել սրանց, Մարգարյանները գազանանոցի վանդակում են հայտնվելու, ոչ թե անգամ բերթերում, այնպես որ, իսկ Մեսրոպին կասեմ, եղբայր, պինդեղի, ուժեղեղի, քիչ մնաց, լավ եղեք, պայքարելու ենք ու անպայման հաղթելու ենք, մենք մեր նախագահի հետ հաղթելու ենք պարտադիր, առայժմ սիրելիներս։